Ես էլ եմ շնորհակալ, որ արձագանքեցիք եկաք, ինձ թվում է մենք լավ հարցազրույց կունենանք, հետաքրքիր հարցազրույց կունենանք, որտեղ տեսնում եմ բոլորդ մարտական եք տրամադրված, գնացինք առաջ։ Քանի որ խոսքի առաջին իրավունքը ինձ է տրված, պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար եւ առաջին հարցս կցանկանայի ուղղել ձեզ ձեր վերջին հարցազրույցներից մեկում ձեր հայտարարության հետ կապված այն հարցին, որ սովորաբար խոշոր կապիտալ ունեցող գործարարները մարդիկ նաեւ զբաղվում են քաղաքականությամբ, արդյոք դուք չեք մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին, դուք արձագանքեցիք, որ ամեն օր եք մտածել եւ ամեն օր համոզվել եք, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով եւ նշեցիք, որ դուք հաջողակ գործարար եք եւ բիզնեսը նաեւ ստեղծագործություն է եւ այդ պատճառով դուք ցանկանում եք ձեր բիզնես գործունեությամբ շարունակել ձեր աշխատանքը։ 1 տարի հետո ունենք այլ պատկեր, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մտնում է քաղաքականության մեջ։ Ինչը ձեզ ստիպեց գնալ այդ քայլին, բիզնեսից տեղափոխվել քաղաքականություն։ Ես հիշում եմ այդ հարցազրույցը միասին ենք ունեցել, լավ հիշում եմ ես ինչ եմ ասել, բայց դրանից հետո 1 տարի հետո Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք։ Ներկա իշխանությունները հարձակվեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Սկսվեց հարձակումը հայոց ինքնության վրա։ Դրա համար ես պետք է ունենայի անմիջական մասնակցություն այդ process-ներին։ Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսը դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա։